Տիկին Ստեփանյան, խոսենք այսօրվա օրվա խորհրդի մասին եւ արդյոք մենք ազգովի պատմությունից դասեր քաղում ենք թե ոչ։ Շնորհակալություն, շնորհավորում եմ իմ ժողովրդին մայիսյան այս փառահեղ հաղթանակի կապակցությամբ, հանրապետության տոնի կապակցությամբ, տեսեք մենք 15 թվականի ցեղասպանության բնաջնջման վտանգի տակ ժողովուրդը կարողացավ նորից վեր հառնել ու հերոսամարտ ունենալ ու նաև անկախություն կերտել, ցավոք այդ անկախությունը կարճ տևեց, որովհետև ներքին տարաձայնությունները շատ էին եւ մենք կորցրեցինք այն, ինչը ձեռք էինք բերել։ Պատմությունից դասեր չենք քաղել, այսօր էլ է նույնը, այսօր էլ մենք պետք է կարողանանք ազգովի մերժենք մեր միասնությունը հյուծողներին, հյուծող թշնամիներին, թե ներքին եւ թե արտաքին թշնամիներին մենք պիտի կարողանանք մերժել, որովհետեւ հենց այդ ազգային տարաձայնություններն են ներսում քանդում ամեն ինչ։ Այսօր եւս մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ, որքան էլ որ իշխանությունը թմկահարի, որ տեսեք, այսքան քառակուսի, այսքան մետր, այսքան միլիմետրը դա դառնալու է մեր անկախության, ինչեր ասում, կադաստրի վկայականը, ոչ, մենք այսօր ցավոք կանգնած ենք մեր երկիրը կորցնելու վտանգի առաջ, որովհետև ներքին թշնամին այսօր ջլատում է մեր միասնությունը, մեր հավաքական լինելու կամքը, որպեսզի պատմությունից դասեր քաղենք, մենք պետք է համահայկական միասնություն դրսևորենք, համահայկական ոգի դրսևորենք, միայն այդ դեպքում մենք չենք կրկնի մեր անկախությունը կորցնելու այդ ինչպես եղավ 18-20 թվականներին կերտելուց հետո մենք կորցրեցինք, այնպես էլ հիմա ենք մենք կորցնում։ Պետք է համահայկական միասնություն լինի այսօր։